Բարիօր, մի քիչ ընդմիջումներ եղավ, որտեղ զբաղվածությունը շատ էր։ 16 հունվար լուսնային 27-րդ օրն է, որը կեսից կփոխվի 28 եւ լուսինը գտնվում է աղեղնավորում, հետո արդեն այդ եղջյուր այնտեղ Յուպիտերը հետ ընթացա տալիս է բոլոր հին անավարտ գործերի վերանայում, որտեղ հիմնականը շեշտում է դատաիրավական համակարգը, ովքեր այդտեղ այդ իրավական մարմինները խնդիրներ ունեցել են, որը ծածկատմփոցի աղավոր մանիպուլյացիաներ, հերթով գրագետ սրտացավ փաստաբանը, քննիչը, դատավորը սրտացավ աշխատողների միջոցով դրական բավականին կեղծիքներ բացելու բավականին դրական ավարտ կունենա։ Մի քիչ երկարատև է դա լինելու։ Վերացնել անցյալի սխալները, բերել կարգավորման, կարգ ու կանոնի, օրը դա է պահանջում, կարգ ու կանոնի, պահպանել ինքնաարտահայտման ձևը, ծրագրեր կազմել ապագայի համար, խաղաղ ապրել, քանի որ Հայաստանն աշխարհի երկնքում սև ամպեր չկան, սև ամպեր կան որոշ բթամիտ ու տգետ, որ անդադ վատն է ուզում, դրանց գլխի միայն սև ամպեր կա։ Անցյալ անգամ անուններից խոսեցի եւ անավը կիսա թողեցի, հիմա մի քիչ կշարունակեմ, արագ ասեմ, որտեղ դա ես կարևորում եմ։ Աստված բոլորից ապրեցնում է իր անուններով, ու չկա ինչ որ անուն երկնքի տակ, որով մենք կարողանանք փրկվել։ Անունները բավականին լուրջ իմաստ ունեն։ Մասնագետների հետազոտությունը հանգել է նրան, որ դասատուները այն երեխաներին բարձր են գնահատում, ովքեր ունեն գեղեցիկ լավ ճանաչված անուններ, իսկ ովքեր վատը նրանց ցածր են գնահատում, այդպես են գտել այդ մասնագետները։ Եվ էլի կարևոր է այստեղ մի բան, որ բիզնեսմենները շատ անգամ դնում են իրենց թորների, կնոջ, իր անունով են դնում ինչ-որ իրենց բիզնեսի անունները, որ այդքան ճիշտ չի, հետո վաճառելու ժամանակ իրանք չեն կարող լավ կարճ հնչեղ անուններ դնել։ Հարկավոր է ճիշտ գիտակցել անվան իմաստը եւ ստիպել, որ աշխատի ձեր վրա։ Անունները հզոր ինֆորմացիա են պարունակում, նույն անվան տակ տարբեր մարդիկ են լինում, բայց համարյա նույն ապրելակերպն են ունենում։ Իմիջիալոց անունը շատ ճիշտ անուն է, որը նշանակում է ողորմյա, պարգևատու, շնորհալի։ Համբերատար եղեք, սպասենք դրական լուրերի։